Հայաստանի ընտրողներին տրվել էր իրական ընտրություն կատարելու հնարավորություն։ Հունիսի 7-ի համապետական քվեարկության վերաբերյալ ԵԱՀԿ ժահմիկ դիտորդական առաքելության ղեկավար Յանեշ Լենարչիչի դիտարկումն է։ Առաքելության ներկայացուցիչները այստեղ են ապրիլի վերջից, դիտարկելու նախընտրական եւ ընտրական գործընթացը։ Ընտրողներին տրվել էր իրական ընտրության հնարավորություն, մասնագիտական, պրոֆեսիոնալ կազմակերպված ընտրական գործընթացի, աշխույժ եւ բազմակարծիք, թեև հաճախ խիստ բևեռացված քարոզարշավի պայմաններում։ Ցավոք նրանք ստիպված էին ընտրությունն անել աննախադեպ արտաքին միջամտության եւ ճնշումների պայմաններում, որոնք հիմնականում արտահայտվում էին պատժիչ առևտրային սահմանափակումների եւ սպառնալիքների տեսքով։ Պետք է առանձնացնել արտաքին ճնշումն ու միջամտությունը, նկատել ենք առևտրի սահմանափակման քայլեր, հատկապես Ռուսաստանից։ Դա ուղեկցվել է դաշնության տարբեր պաշտոնյաների ելույթներով, որոնք վտանգի տակ են դնում, սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը ինչ-որ կոնկրետ արդյունք չապահովելու դեպքում։ Նպատակն էր ըստ դիտորդական առաքելության անհարկի ազդել ընտրողների վրա հոգուտ ընդդիմության։ ԵԱՀԿ ժահմիկ երկարաժամկետ 30 դիտորդ մասնակցել է 120 քարոզչական միջոցառման, դիտարկել ավանդական քարոզչության այլ ձևեր ևս։ ԵԱՀԿ ժահմիկ ղեկավարի խոսքով ընտրությունները լավ կազմակերպված էին։ Նշվեց, որ քարոզարշավը աշխույժ եւ հիմնականում խաղաղ էր։ Միաժամանակ ըստ Լենարչիչի եղել է խիստ բևեռացված եւ արճակատային պարբերաբար հնչող պառակտիչ սադրիչ ռետորաբանություն։ Մենք չենք արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում, տեղական մակարդակում, սակայն մեր դիտորդներն արձանագրել ստացել են բազմաթիվ հաղորդումներ, որոնց մի մասը գնահատվել է որպես արժանահավատ ընտրողների, հանրային ծառայողների նկատմամբ ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ քարոզչական միջոցառումների մասնակցելու նպատակով։ Մեր երկարաժամկետ դիտորդները Երևանից, մարզերից ստացել են հաղորդումներ, որոնք նկարագրում են ընդդիմության կողմնակիցների շրջանում վախի մթնոլորտը։ Այս հաղորդումները վերաբերում են ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ենթադրյալ ահաբեկումներին, քննություններին եւ կալանավորումներին։ Որոշ տարածքներում դա ազդել է ընտրողների պատրաստակամության վրա մասնակցելու ընդդիմության նախաձեռնած միջոցառումներին։ Միջազգային դիտորդները խնդիրներ են արձանագրել քարոզարշավի ֆինանսավորման, մեդիալուսաբանումների հարցերում։ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Ֆարահ Կարիմին նշեց, որ ընտրողներին ընձեռվել է տարբեր քաղաքական այլընտրանքների միջև ազատ ընտրության հնարավորություն։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումներն ընտրողների վրա ունեցան մեծ ազդեցություն։ Քարոզարշավը լի էր առճակատող մոտեցումներով, բաժանարար հռետորաբանությամբ եւ ընտրակաշառքի ու այլ ընտրական խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, ինչի հետևանքով ընդդիմադիր շատ ուժեր զերծ մնացին նախընտրական քարոզարշավին ակտիվ մասնակցությունից։ Ամփոփելով ընտրական գործընթացը նշվեց, որ բավականին բևեռացված քաղաքական միջավայրի, տարածաշրջանային լարվածության, անվտանգային մտահոգությունների եւ աշխարհաքաղաքական ճնշումների պայմաններում այս ընտրությունները կարևոր քննություն էին Հայաստանի ժողովրդավարության համար։ Այս ընտրությունները տեղի ունեցան Հայաստանի զարգացման կարևոր առանցքային փուլում եւ երկիրը շարունակում է նավարկել բավականին խրթին ժողովրդավարական եւ աշխարհաքաղաքական միջավայրում։ Բարձր եմ գնահատում հայ ընտրողների ջանքը ուժեղ նվիրման համար։ Մեր դիտորդները 1403 տեղամասերում բավականին դրական գնահատական են տվել։ Մեր նպատակը Հայաստանի ապագան որոշելը չէ, այլ անաչառ գնահատելն է, ուշադրություն դարձնելով դրական զարգացումներին եւ ոլորտներին, որ պետք է դեռ զարգանան։ Դիտորդական խմբին տպավորել է ընտրողների ակտիվությունը։ Նշվեց, որ ընտրությունը տեղի ունեցավ լարված աշխարհաքաղաքական համոտեքստում միջազգային ուղղակի միջնորդությամբ եւ որ Ռուսաստանի համար առաջնահերթություն էր օգտագործել հնարավոր բոլոր միջոցները Հայաստանին իր ազդեցության գոտում պահելու համար։ Այս նպատակին հասնելու համար ռուսական իշխանությունները հիմնվեցին ընտրություններում միջամտելու իրենց հարուստ փորձի վրա։ Անգամ լսեցինք, թե ինչպես Պուտինը խոսեց հնարավոր ուկրաինական սցենարի մասին, եթե Հայաստանը շարունակի ընթանալ Եվրոպամետ ուղով։ Ընտրություններին վարչարարություն իրականացնող մարմինների աշխատանքը գերազանց էր։ Նման տպավորություն եմ ստացել այցելելով բազմաթիվ ընտրական տեղամասեր։ Որպես միջազգային դիտորդներ ներկայացնում ենք տեղի ունեցածի փաստական ընկալումը։ Վերջնական խոսքը ժողովրդինն է։ Սա է ազատ արդար համարում եք հունիսի 7-ի ընտրությունը հարցին միջազգային դիտորդների պատասխանը։ ԵԱՀԿ ժահմիկն ավելի ուշ կհրապարակի հունիսի 7-ի ընտրության վերաբերյալ վերջնական զեկույցը, ներառելով Հայաստանում ապագա ընտրական գործընթացների բարելավման առաջարկներ։ Մայա Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։